քանի օր առաջ այստեղ գլխավոր շտաբի պետը խոսեց այդ ծառահատումներից եւ ըստ էության ասաց, որ կա խնդիր այն հատվածներում, որտեղ որ Ադրբեջանն է տիրապետում տարածքին եւ ինչ որ ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ծառերը հատում են։ Ես ուզում եմ ձեզ հարցնել եւ խոսքը ոնց որ այդ շիկա հողի արգելոցի հատվածի մասին է։ Ես ուզում եմ հարցնել ինչ քայլեր է ձեռնարկում, նա ասաց քաղաքական տիրույթում է հարցը, ես երբ որ հարցրեցի դիմել են արդյոք Ադրբեջանի եւ այլն, հիմա ուզում եմ հարցնել այդ մասով ինչ որ քայլեր արվել են, այսինքն Ադրբեջանի հետ քննարկում եղել է այդ հարցով, որ այդ ծառահատումներ չիրականացվեն կամ առհասարակ դիմել եք այդ հարցով Ադրբեջանին։ Ես տվել հարցին երրորդ անգամ եմ անդրադառնում, վերջինը հենց նոր ներսում գործընկեր պատգամավորները հարցրեցին։ Ես փորձեմ ամփոփ ներկայացնում, երևի ավելի մանրամասն կհետևեք, տեսնեք ինչ եմ ասել։ Տեսեք, մենք 2021 թվականին սահմանամերձ հատվածներում ունեցել ենք էկոհամակարգի վնաս ենք ունեցել եւ էկոհամակարգի խաթարում ենք ունեցել։ Դա ինչ է նշանակում։ Այսինքն անտառաշերտը վնասվել է կամ նախ արգելոցները ոչ միայն անտառաշերտով են, իսկ ինքը մեծ հաշվով համարում են էկոհամակարգի։ Հիմա մեզ քննադատում են ասում են էկոհամակարգի ինչ է նշանակում, էկոհամակարգը բացատներն են, էկոհամակարգը կենտանիներն են, էկոհամակարգը անտառն են։ Այդ ամբողջականությունը արգելոցի խաթարվել է, այսինքն ունեցել ենք վնասներ 2021 թվականին։ Ես տեղեկացված եմ, որ այդ ժամանակահատվածում փորձ է եղել երկու կողմից ուսումնասիրել վնասները, բայց քանի որ այս պահին ունեցած իրավիճակը տվյալ հատվածում մեզ հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք իրականացնենք ավելի խորը ուսումնասիրություն եւ օրինակ վնասի գնահատում անենք, այդ հարցը արկախվել է մեկ շատ ավելի կարևոր հարցի պատճառով սահմանազատման աշխատանքների իրականացման համար։ Ես ուղղակի մի քանի րոպե առաջ ուղղակի շեշտեցի, բայց ստիպված պետք է կրկնվեմ, իմ համար որպես շրջակա միջավայրի նախարար բնապահպանական հարցերը անչափ կարևոր են, բայց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես կառավարության անդամ, մենք ունենք շատ ավելի կարևոր օրակարգ, դա խաղաղության օրակարգն է։ Եվ ես վստահ եմ, որ մենք դե ֆակտո խաղաղությունը, որը այս պահին ունենք, եւ որ ամբողջությամբ հաստատվի դե յուրե եւ ամբողջությամբ ունենանք սահմանազատված սահմաններ մեր հարևանների հետ, այդ ժամանակ արդեն կարծում եմ այն միջազգային հարթակներում, որտեղ որ ես հանդես եմ գալիս որպես կոպ նախագահ, ես նաեւ այդ հնարավորությունը կօգտագործեմ, որպեսզի գործընկերների հետ աշխատենք, քննարկենք առաջարկություններով հանդես գանք, որպեսզի իրականացնենք օրինակ անդերսահմանային հատվածներում միասնական բնապահպանական ծրագրեր։ Որ ասում եք էկոհամակարգը վնասվել է, դրա մեջ նաև այդ ծառերի հատումն է մտնում։ Ես նորից ասացի, որպեսզի մենք հնարավորություն ունենք նման գնահատում անելու համար, մենք պետք է արեց պարոն Համբարձումյան Մաթեոսյան։ Ոյ կներեք այսօր մոտ լրիվ։ Դա պարոն Մաթեոսյան։ Դե ես նշեցի, այսինքն այդ հատվածում կոնկրետ ներքին հանդի հատվածում եւ մնացած հատվածներում Սյունիքի այդ սահմանամերձ հատվածում դուք տեղյակ եք, որ ռազմական իրավիճակից հետո եղել են որոշակի դիրքերի փոփոխություններ եւ ես ավել ցավոք այս բանը չեմ կարող մեկնաբանել։ Այսինքն հնարավոր չէր համագործակցել։ Ես արդեն նշեցի, թույլ տվեք նախ առաջին ես չեմ ուզում իմ ոլորտի լիազորությունների չեղեմ եւ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մասին եւ Հայաստանի Հանրապետության սահմանների մասին։ Ես կարծում եմ բավականին հստակ պատասխան տվեցի։ Բայց մի ճշտով բան, պարոն Մաթեոսյան, այսինքն փորձ արվել է, բայց չի ստացվել գնահատում իրականացնել։ Նա փորձ արվել է կամ չի արվել, դա էական չի։ Էական հետևյալը, որ ես նշեցի, եղել են դիրքերի փոփոխություններ տվյալ հատվածում եւ տվյալ հատվածն ասելով ես նկատի ունեմ սահմանամերձ հատվածում։ Այսինքն մենք չենք խոսում ամբողջ արգելոցի մասին։ Խնդրում սա հաշվի առնել։ Արգելոց փողակը չեմ հիշում այս պայն, իհարկե ունեի տվյալները, բայց այս պայն չեմ հիշում։ Մենք չենք խոսում ընդհանուր արգելոցի մասին, մենք խոսում ենք ուղղակի այդ տվյալ հատվածի մասին։ Այս կանով խնդրում սահմանափակենք 2021 թվականի 44 օրյա պատերազմից հետո դրանից հետո ինչ որ նոր, որովհետև նաև տեղեկություններ եղան, որ էլի ծառահատումներ է շարունակվել ինչ որ մենք գիտնականների մասին, ոչ թե ռազմական մարմնի ծառայողների մասին, որովհետև գիտնականները հնարավորություն են գնալու հարևան երկրի ներկայացուցիչների հետ
ուսումնասիրություն անելու, դրանից հետո հասկանալու վնասները եւ նորից եմ կրկնում, շատ ավելի ուրախալի կլինի, որ մենք ընդհանուր անդրսահմանային հատվածներում իրականացնենք բնապահպանական ծրագրեր միասին։ Իսկ նման առաջարկ արել եք Հայաստանը նման առաջարկ արել եք դեկացիաները չեղարկելու առաջարկը սահմանազատման աշխատանքներ ժողովրդի միջև սահմանազատվի այդ հատվածում էլ պետք է սահմանազատում լինի, որպեսզի հստակեցվի այդ աշխատանքները մասնագետները պետք է իրականացնեն, դրանից հետո նոր արդեն մենք կհասկանանք վնասների չափը, կտեղեկացնենք ձեզ։ Ուժեղ Հայաստանը կենտրոնական տնօրինական հանձնաժողով է ներկայացրել, որպեսզի ընտրությունների արդյունքները չեղարկվեն։ Ըստ ձեզ ինչով է պայմանավորված դա։ Ես անկեղծ ասած տեղյակ չեմ, առաջի անգամ ձեզանից եմ լսում, զբաղվածության պատճառով չեմ հետևել։ Քաղաքական թիմի անդամ 3 կենտրոնական տնտեսական հանձնաժողովը 2 ընտրատեղամասերում ընտրությունների քվեները չեղարկել է, որից քաղաքացիական պայմանագրի ձայները պակասել է 1224, նաև պակասել են Բաղդադ Հայաստանի։ Իսկ գիտեք որ պակասել է։ Հայտարարվել է։ Հիմա տեսեք, ես իրավաբան չեմ, ինչ կանով ես տեղյակ եմ, երբ որ ընտրատեղամասի արդյունքները չեղարկվում են, ըստ գործող օրենսգրքի հայտարարում են նոր ընտրություններ։ Վերաքվեարկությունից հետո այդ ժամանակ իմանանք ում ձայներն են պակասել, ում ձայներն ավելացել։ Այսինքն կլինի վերաքվեարկություն։ Եթե չեղարկվել են բողոքի հիման վրա, ես նաև տեղյակ եմ, որ շատ տեղերում երբ որ բողոքարկվել են, որպեսզի ընտրատեղամասերում վերահաշվարկ լինի, քաղաքացիական պայմանագրի կուսակցության քվեները բավականին ավելացել են։ Հիմա մինչև չլինի վերաքվեարկություն, ես նման պնդում անել չեմ կարող։ Այսինքն կլինի վերաքվեարկություն։ Ես իրավաբան չեմ, բայց ես ինչ կան տեղեկացել եմ իրավաբան գործընկերներից, իրենք ինձ բացատրեցին, որ ըստ կարգի, այսինքն չեղը համարից հետո պետք է լինի վերաքվեարկություն, բայց խնդրում եմ ինձ հողում չանեք։ Ձեզ ո՞նց հողում չանեք, դուք եք ասում։ Չէ, ես Ձեր գործընկեր իրավաբանների կարող եք հարցումներ անել կենտրոնական ընտրական հանձնաժողովին կամ իրավաբաններին, ես ուղղակի ասացի այն, ինչ որ տեղեկացած եմ իրավաբան գործընկերներից։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։